Փառք Աստծուն, որ այսօր ինձ եւ քեզ բերել է իր ատուն։ Տերն է հաջողել, որ մենք կարողանանք այսօր հավաքվել եւ միաբանվել նրա ներկայության մեջ։ Շատ պատճառներ կան, որ մարդկանց բերում են եկեղեցի, բայց լավագույն պատճառը Տիրոջ հետ հանդիպումն է։ Երբ որ արթնանում ենք ու գալիս ենք եկեղեցի, մեր անձին պիտի հիշեցնենք, ով իմ անձ դու գնում ես Տիրոջ հետ հանդիպելու։ Եվ եթե հանդիպում կա, ապա պիտի պատրաստվել։ Թող այսօր մեր մտքերը ու սրտերը պատրաստվեն, որովհետև հիմա հանդիպման ժամ է։ Ամեն։ Վերջերս մի հարցի շուրջ էի մտածում եւ ուզում եմ կիսվել այդ մտորումներով։ Հարցը հետեւյալն է. երբ է մարդու մոտ առաջանում աղոթքի կարիք։ Երբ որ մարդը ասի, սիրտս աղոթել է ուզում եմ գնալ Տիրոջ առաջ, Տիրոջ ներկայության մեջ։ Գիտենք, երբ որ ֆիզիկական կարիքներ են լինում, մարմինը զգացնել է տալիս եւ մարդը փորձում է այդ կարիքը լրացնել։ Բայց ինչ է զգում մարդը, երբ որ աղոթել է ուզում։ Ինչ կարիք է զգում մարդը։ Դե կարող ենք տրամաբանորեն ասել, որ հոգու դատարկություն, մեղքերի զգացում, հոգու ծարավ, բայց ցավալիորեն շատ հաճախ մարդկանց աղոթքի է մղում ոչ թե հոգևոր կարիքը, այլ ֆիզիկական կարիքը։ Բացատրեմ ինչպես։ Երբ որ հոգին չի սնվում, հոգին երկար ժամանակ կարիքի մեջ է լինում, խնդիրը դրսևորվում է ֆիզիկապես։ Ինչ որ բնավորություն, ինչ որ խնդիրներ արտահայտվում են ֆիզիկապես։ Կլինի հիվանդությամբ, կլինի ինչ որ խնդիրներով եւ մարդը ստիպված գնում է աղոթքի։ Եվ սա ասելով ուզում եմ երկու մասի բաժանենք աղոթողներին, նրանք ովքեր որ աղոթում են, երբ որ խնդիր կա, հիվանդ եմ աղոթենք, գործս լավ չի աղոթենք, այսինչ բանը չի ստացվում աղոթենք, եւ երկրորդ խումբը, որ նույնպես անում են այս աղոթքները, բայց ավելի շատ եւ ավելի հաճախ ասում են ուզում եմ աղոթել Տիրոջը հանդիպելու համար։ Ուղղակի ես Տիրոջը սիրում եմ, ես Տիրոջը կարոտել եմ, դրա համար ցանկանում եմ գնալ աղոթքի։ Ոչ թե սպասում են հարմար առիթի կամ ժամի, այլ առիթ եւ ժամ են ստեղծում Տիրոջ հետ հանդիպելու համար։ Ուզում եմ մի օրինակ կարդանք Աստվածաշնչից, մի կնոջ պատմություն, որ գրված է Մարկոս ավետարան 14-րդ գլխում։ Մարկոս 14-րդ խոսքը։ Եվ երբ որ Բեթանիա էր Հիսուսը, Սիմոն Բորոտի տանը սեղան նստած, մի կին եկավ, որ մի շիշ ազնիվ թանկագին նարդոսի յուղ ուներ, եւ շիշը կոտրեց նրա գլխի վրա թափեց։ Գրված չի այս կնոջ քայլի պատճառը, բայց նա տվեց իր հարստությունը, իր լավագույնը, այս հանդիպումը գեղեցիկ դարձնելու համար, նվիրական դարձնելու համար։ Նա ցանկանում էր ուղղակի հանդիպել։ Սա հերթական հանդիպում չէր, որ տպավորություն թողներ ներկաների մոտ կամ Հիսուսի մոտ։ Սա հանդիպում էր Տիրոջ հետ հանդիպելու փափագից ծնված։ Աստված ուզում է մեզ հետ, քեզ հետ ունենալ այնպիսի հանդիպում, որ միշտ կհիշվի, որ կհիշենք ինչպիսի հանդիպում էր, ինչպիսի սիրով եւ նվիրվածությամբ հանդիպում էր այդ հանդիպումը։ Մատթեոս 5:3 շատ հայտնի խոսք է Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը։ Այս կինը հոգով աղքատ էր։ Եվ սա իմ հարցի պատասխանն է։ Նրանք են հոգով աղքատ, ովքեր որ չունեն այս աշխարհի մեջ ինչ որ գանձեր, հետաքրքրություններ, ավելի կարևոր բաներ, որ նրանց ուշադրությունը Տերն է։ Կարողանում են ժամանակ հատկացնել Տիրոջը, կարողանում են նվիրվել Տիրոջը։ Հոգով աղքատը փափագում է Տիրոջ ներկայությանը, որպեսզի իր աղքատությունը հարստացնի Տիրոջ ներկայությամբ։ Երբ որ մարդը գիտակցում է, որ ինքը աղքատ է, ինչ զբաղմունք որ ունենա, ինչ շրջապատ որ ունենա, ինչ ունեցվածք որ ունենա, ինքը աղքատ է, եթե Տիրոջով չհարստանա, եթե չգնա Տիրոջ մոտ։ Ես խոսում եմ հոգևորի մասին, եւ աղոթքը հոգևոր գործողություն է։ Կարելի ասել ամենահոգևոր գործողությունն է, որ մենք կարող ենք անել, եւ երկնքի արքայությունն էլ հոգևոր է։ Դրա համար
թող Սուրբ Հոգին իմաստություն տա, որպեսզի կարողանանք այս ամենը հասկանալ։ Սա ուղղակի տրամաբանություն չի, որ ասենք, այսպես պետք է անենք։ Սա հոգով հասկանալու ճշմարտություն է։ Մեր աղոթքի փափագը պետք է ցույց տա, թե մենք որքանով ենք հարուստ այս աշխարհով, թե Աստծով։ Եթե հոգով աղքատ ես, ուրեմն այս աշխարհի առաջարկած ծնունդը չես ընդունում, այլ ախորժակ ես պահում երկնքի արքայության համար։ Եթե հոգով աղքատ ես, ուրեմն աշխարհով չես հարուստ, այլ Աստծով ես հարուստ։ Ուրեմն որ օրը, որ ախորժակ չես ունենա աղոթելու, հետնայիր ու տես, թե այսօր ինչով ես ծնվել, այսօր ինչ ես կերել, ով է քեզ հյուրասիրել։ Մարդը կարող է բավարարվել տարբեր մարդկանց հետ շփվելով, հենց հաղորդակցությամբ, անդադար խոսել, պատմել, շփվել, քննարկել, ինչ որ թեմաներ, ինչ որ հարցեր, ու մարդու մտքի մեջ այլևս տեղ չի լինում, որպեսզի մարդը ցանկանա այդ ամեն ինչը մի կողմ դնել ու աղոթել։ Որ օրը ժամանակ չես ունենա աղոթելու, հետ նայիր ու տես, թե որտեղ վաճառեցիր այդ ժամանակը, որտեղ կորցրեցիր այն ժամանակը, որ Տիրոջը պետքա նվիրվեր։ Շատ հաճախ գալիս է երեկո եւ այլևս ժամանակ չկա, բայց ժամանակը Աստված տվել էր յուրաքանչյուրիս։ Բայց եթե ժամանակը վերածենք օրինակ գումարի, արդեն կսկսենք ավելի խնայող լինել, ավելի հաշվարկել այդ ամենը, որ կարողանանք հասցնել մեր բոլոր ծախսերը։ Եփեսացիների 5:15-ից 17 համարները։ Արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ գնեցեք ժամանակը, որ օրերը չարեն։ Նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Տիրոջով հարստանալու համար պետք է հավելյալ ժամանակ տրամադրել։ Պետք է ժամանակ գնել այն ամեն գործերից եւ զբաղմունքներից, որոնք զբաղեցնում են մեր ժամանակը։ Պետք է ժամանակը խլենք, ժամանակը գնենք, որպեսզի Աստծո համար ժամանակ ունենանք։ Երկար աղոթողը հասկացել է Տիրոջով հարստանալու գաղտնիքը։ Մարդը հոգով աղքատ է, կարիք ունի Տիրոջ, պիտի երկար աղոթի, որ այդ կարիքը լրացվի։ Չեն կարող կարճ ժամանակում այդ կարիքը լրացնել։ Ինչ որ րոպեներ առանց հստակության, առանց կարգ ու կանոնի չեն կարող համարժեք ներդրում լինել հարստանալու համար։ Մենք ամիսներ կամ տարիներ ինչ որ գումար ենք վճարում, ինչ որ գումար ենք կուտակում, որ օրինակ բնակարան կամ մեքենա կամ ինչ որ բան ձեռք բերենք, բայց Աստված մեզ ավելին է խոստանում, երկնքի թագավորություն է խոստանում եւ դրա համար նույնպես արժե ժամանակ ներդնել եւ ջանք ներդնել։ Օրեր առաջ աղոթքի գնալուց այս մասին ենք խոսում, որ մենք միշտ շտապում ենք։ Եվ մտածում էի, որ եթե չշտապենք, մենք չենք հասցնի պատրաստվել Տիրոջ գալստյանը։ Որովհետև աշխատում ենք, ինչ որ գործեր ունենք, ինչ որ անելիքներ ունենք, եւ եթե չշտապենք, մենք չենք հասցնի մինչև վերջ պատրաստվել, երբ որ Տեր Հիսուսը գա, մենք պատրաստ կանգնենք նրա առաջ։ Եկեք շարունակենք նայել այս կնոջ պատմությանը, ոչ մի բառ գրված չի, ոչ մի խոսակցություն գրված չի։ Եկել էր հանդիպման, արդյոք չէր որոշել, թե ինչա ասելու, գոնե ինչա հարցնելու, ինչա խնդրելու Տեր Հիսուսից։ Շատ հաճախ մարդիկ խուսափում են աղոթքի գնալ, երկար աղոթել, հենց այս պատճառով, որ չգիտեն ինչ խոսել։ Բառերը ավարտվում են կարծես, մի քանի րոպե ու վերջ։ Չեն կարողանում շարունակել։ Բայց կարծում եմ այս կինը, որ եկել էր Հիսուսի մոտ, ինքը կարող էր լուռ նստել ուղղակի Հիսուսի ներկայության մեջ, ուղղակի նայել Հիսուսին, ուղղակի լսել Հիսուսին եւ սա նրա համար ուրախություն եւ օրհնություն կլիներ։ Սիրելի Աստծո մարդ, վերցրու քո թանկագին ժամանակը, գնա Աստծո ներկայության մեջ եւ կոտրիր այն նրա ներկայության մեջ։ Ասա եկել եմ Տեր հանդիպման։ Կարող ես որևէ երկրպագության երգ կամ երաժշտություն միացնել եւ սպասել, մինչեւ որ թեման կբացվի։ Կապ չունի ինչ աղոթքի փորձառություն ունես։ Հնարավոր է, որ մի օր բառերը ավարտվեն։ Հնարավոր է, որ չիմանաս, թե ինչ ասել։ Բայց պիտի սպասել Տիրոջը։ Սաղմոսերգուն 40 սաղմոսի մեջ հենց առաջի խոսքում ասում է. «Սպասելով սպասեցի Տիրոջը,
Եվ նա դեպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։ Չի ասում աղոթելով աղոթեցի, սպասելով սպասեցի Տիրոջը։ Հենց այս սպասման մեջ աղաղակ կար։ Այս սպասման մեջ ձայն կար, փափագ կար, որ Տերը տեսավ։ Եվ սա սովորական սպասել չի։ Սա սպասելով սպասելը։ Երբ որ Տերը տեսնում է, որ այնքան հավատարմություն կա, այնքան համառություն կա, այնքան փափագ կա, որ Տերը գալիս է։ Այս կնոջ արարքի մեջ այնքան սեր ու այնքան նվիրում կար, որ Տեր Հիսուսը չէր կարող չնկատել։ Մարդիկ չնկատեցին, ոչ մեկ չնկատեց։ Նույնիսկ հանդիմանեցին այդ յուղի կորուստի համար, բայց Տեր Հիսուսը տեսավ այն սերը, այն փափագը, որ այս կինը ուներ։ Այստեղ բառերի կարիք չկար, որովհետև Տերը նայում էր այն փափագին, որ կինը ուներ իր սրտի մեջ։ Ուզում եմ մեր անձերին ասենք, որ ով իմանց ուշադիր եղիր, որ այս աշխարհի տվածով չհագենաս, որ քո ախորժակը բաց լինի Տիրոջով հագենալու համար։ Շատ գործեր, շատ անելիքներ կան, կարելի է նույնիսկ չանել, կարելի է շտապելով անել, պարտադիր չի ամեն ինչ անել, ամեն ինչ հասցնել, բայց պարտադիր է Տիրոջ ներկայության մեջ գնալ։ Փառք Տիրոջը իր խոսքի համար։ Փառք Տիրոջը, երբ որ գալիս ես իր ներկայության մեջ, իմացիր, որ դատարկ չես գնա։ Իմացիր, որ երբեք Տերը քեզ դատարկաձեռն չի ուղարկի։ Եթե ոչինչ չես կարող անել, ուղղակի արի։ Տերը քո փոխարեն կանի, այն ինչ որ չես կարողանում։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք քեզ փառավոր Հայր։ Շնորհակալ ենք սրտանց։ Մենք սպասում ենք քեզ փառավոր Հայր։ Եվ ուզում ենք այդ սպասման մեջ զորանալ։ Ուզում ենք այդ սպասման մեջ լավագույն ձևով պատրաստվել, որ երբ որ դու գաս, մենք պատրաստ լինենք, Հայր, քո ներկայության մեջ մտնելու, Հայր։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք ամենակարող Հայր, քո ներկայության համար։ Շնորհակալ ենք Տեր ջան, որ սովորեցնում ես, որ առանց քեզ մենք չենք կարողանա ապրել, Հայր, որ դու մեր հարստությունն ես։ Դու մեր գանձն ես, դու մեր բաժինն ես, Տեր ջան, որ ինչ էլ լինի այս աշխարհի մեջ, ինչ էլ ունենանք, Տեր, դու ամենն ես, դու ես մեզ հագեցնողը, դու ես կյանքը, դու ես աղբյուրը, դու ես փրկողը, Տեր, շնորհակալ ենք քեզ, փառավոր Տեր ես, շնորհակալ ենք, սրտանց շնորհակալ ենք, Հայր, մենք բերում ենք քո առաջ մեր ժամանակը, Հայր, մենք բերում ենք քեզ մեր ամբողջ օրը, Հայր, թող դա լինի զոհ քեզ համար, Հայր, մեր ամբողջ ժամանակը, մեր ամբողջ նվիրումը, Հայր, որովհետև չունենք ավելի թանկ մեկը, չունենք ավելի կարևոր մեկը, դու մեր ամենն ես, շնորհակալ ենք քեզ, Տեր, խնդրում եմ Սուրբ Հոգի ջան, որ հպվես ամեն մեկին, Հայր,